շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, ավանդույթը չխախտելով ամեն երկուշաբթի այս ժամերին ձեր խոսք եք փոխանցում մեր լսարանին։ Եվ այսպես, դրանք անցած շաբաթ տեղ ունեցածից մասնավորապես 3։ Ձեր հետևում այս լուսանկարն է ցուցիչ այն մասին, թե ինչպես խայտարակվեց այս իշխանությունը, ինչպես մեր զրուցակիցներից պարոն Մարգարյանն է ասում, ժամանակավորապես օկուպացված Հովանավանքում իրենք ուղղակի ձախողվեցին։ Երեք ինչ տեղի ունեցավ Հովանավանքում, համեցեք։ Սա այս նկարը տեսնելուց պետք է ասել նախ եկեղեցի ենք տեսնում, որը Աստծո տուն է, եւ ասում ենք փառք Աստծո, եւ փառք Աստծո նաեւ այս նկարի համար։ Սա ցուցիչ է, այո, սա ի ուրախություն մեր ժողովրդի, մեր եկեղեցու հավատավոր զավակների, սա ուրախության ցուցիչ է։ Եվ երեք հաստորեն մեր թշնամիները ուրացման վերջին արարը այստեղ փորձեցին անել, այստեղ որևիցե ուրեմն պատարակ չկա, ես ուրեմն ասեմ ինչ ա եղել։ Մեր համախոհներից մեկը շատ դիպուկ բնութագրել էր, որ սրբապիղծները գերագույն վիժվածքի առաջնորդությամբ դիվային պաշտամուն կատարեցին ու խունկ ծխեցին դևերին։ Սա մենք արձանագրենք Աստծո տանը։ Հիմա ես ուզում եմ այն ինչ որ երեք կատարեց, ասել Աստծո խոսքով։ Այն ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում եւ ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք։ Չեք կարող եւ տիրոջ բաժակը խմել եւ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել եւ տիրոջ սեղանից եւ դևերի սեղանից։ Էսի 1 Կորինթացիների 10:20-ից 21-ն է ասում։ Սա Աստծո խոսքով։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն այդ եկածներին, ինչեր 3 տեղի ունենում։ Ուրեմն ես գնահատեմ դե ասում է տգիտությունը չափուսաման սրանց մոտ չի ճանաչում։ Եվ ինչ է ասում հայկական ժամանակ թերթը։ Ինչպես ասում են բռնվեք, որ չընկնեք։ Պարզում է եկեղեցու ներսում դևերին ծառայություն մատուցող անձինք, որոնք նկարագրում են, որ իբր իրենք գնացել են պատարակի, հայկական ժամանակը, որը ընտանեկան թերթոն է, դեղին մամուլ, դրամ շորթելու նախկին միջոցն է եղել, Փաշինյանի, ինչ է ասում հայկական ժամանակը, շատ տիպական, շատ բնութագրական։ Պարզում է մարդիկ գնում են պատարակի, որպեսզի պատարակ լսեն, եւ ոչ թե պատարակին մասնակցեն։ Եվ հայկական ժամանակը ասում է. Հովանավանքի եկեղեցու ներսում խիստ մարդաշատ է։ Քաղաքացիները պատարակ են լսում նաև եկեղեցու դռների մոտ ու դրսում։ Ու վերջ, այս սրանով ամեն ինչ ասվել է։ Այն որ դևերին սրանք խումբ ծխեցին ու պաշտամուն կատարեցին, սա Տիրոջ խոսքով է ասվում, որտեվ դա Աստծո տունն է, այդ տարածքը մեր մայրաթորի սեփականությունն է, որի վերաբերյալ Փաշինյանը օրեր առաջ ստում էր, կեղծում էր պատմամշակութային պետության սեփականություն եւ այլն, էլի։ Սրա հայրը ստության հայրն է, սատանան է։ Ասում են սուտը Հայաստանի Հանրապետություն, որ գալիս է, ուզում է սահմաններից ներս մտնի, ասում է չէ, ասում է սատանայի լավագույն ծառաներից մեկը Հայաստանում է։ Փաշինյան Նիկոլ այստեղ է, ես Հայաստանում անելիք չունեմ։ Եվ հետեւաբար, այս ամբողջ անձնակազմը մեկ կարգալուց եղած քահանա Ստյոպիկ Ասատրյան, որը ինչ որ միջոցառում էր անում, ըստ իրենց ցես էր անում, իրականում այդ անում էր, որպեսզի մարդիկ գան ու պատարակ լսեն, անես լավ լսեցին։ Եվ լսելու ժամանակ օրինակ իմ մտերիմ ծանոթներից մեկը, որի հետ ես բարբերաբար շփվում եմ, երիտասարդ բավականին, Հայկ Դորունցը, որը քաջություն ունեցավ եւ մտավ, ասենք իմ ընկերները ուզում էին, որոնք դեմքերը այսպես այս կամ այն ձևով հայտնեն, իսկ այնտեղ ֆիլտրում են, ում թողեն, ում չէ։
Այսինքն մենք գնայինք այնտեղ մեզ վստահաբար մեր մուտքը մինչև եկեղեցի իսկ փակ կլներ։ Հայկ Դորինցին չեն ճանաչել, բայց մեր շրջապատի, մեր գաղափարների, մեր հավատքի տղա է։ Լսենք Հայկ Դորինցը ինչ արեց։ Լսենք։ Դե Հայկ Դորունցը արեց այն ինչ որ կաներ քրիստոնյա հայ երիտասարդը։ Եվ հետաքրքիր է, որ դրանից առաջ Ստյոպիկ Ասատրյանը բերանը բացելու ու փակելու, այսինքն խոսքի իրավունքի մասն է խոսում, եւ ինչպես ասում են, խիստ գովերգում է Փաշինյանին, որը տվել է մարդկանց խոսելու իրավունք։ Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս, մի քանի րոպե հետո Փաշինյանի թիկնախմբի ծառայողները ուղակի ամենակոշտ ձևերով մեթոդներով այնտեղ ձեռքով որ սխմում են քներակն են սխմում, բերան են ամուր փակում, ցավ են պատճառում ահավոր, այդ եւ դուրս են անում Հայկ Դորունցին։ Բայց շարունակությունը սա։ Երբ հաղորդությունա, որի իրավունքը չունի, որտեվ կարգալուց է, սույն անձնավորությունը երբ հարցնում են, ասում են կարգալուծը կարգալուծ։ Եղբայր, բայց քեզ ով է օծել։ Այսինքն դու կարգալուծի օծությունը եւ քահանայական անուն ընդունում ես, Տեր արա։ Կարգալուծի այլ որոշումը չես ընդունում։ Այսինքն Ստյոպիկ Ասատրյանը պանյատ կեքով է առաջնորդվում։ Բայց այստեղ ես ավարտեմ այս բանի եւ հետո Ստյոպիկի մասին անպայման մի երկու բառ կասեմ, էլի։ Ուրեմն ովքեր էին այդտեղ։ Այդ պատարակը լսելու, իրանց համար սիմֆոնիկ երաժշտության բաներ, փառատոներ, կամ էլ եկել էին կրթվելու եկեղեցու։ Զուգընկերը դալիշներ մա կրթում, մի կրթված էլ եկել էր։ Արևիկ Բլեջյանց, որը Աստծո ժողովուրդ աղանդի հետևորդը։ Սա աղանդավոր է։ Հոկտեմբերի 29-ին էլ սրանց աղանդու մեծ հավաք է։ Հասցնել չեմ ասում, իմացողներ թող իմանան գնան Արևիկին ողջուններ։ Ինքն էլ ստատուսով քաղ պայմանագերի Երևանի ավականու անդամ է։ Որը ակնոցներով այո, սա աղանդավոր է։ Ես վական ուշադիր նայել եմ այդ Աստծո ժողովուրդ աղանդի էջը, ովքեր են, ինչ են, եւ այդպես շարունակ։ Այնտեղ իդեպ, եթե ուշադրություն դարձնեք, եւս մի պաշտոնատար անց կար աղանդավոր, որի ամուսինը մի աղանդավորական խարիզմատ աղանդավորական կառույցի ղեկավար է։ Իսկ Սկեսարը, որը մահացել է, Հայաստանում տարբեր երկրների աղանդավորական կառույցների բացման հիմնադիր հայրն է եղել։ Խոսքս առողջապահության նախարարի մասին է, որը եկեղեցում գտնվում էր, այտենց առանց գլխաշոր լավ չէր, կարար ասենք ծովափի հագուստով կար։ Ինչ վատ է, ինչ տարբերություն։ Իր համար մեկը շենքը շենք է։ Դա Աստծո տուն չի, որտեղ իգական սերը իր համապատասխան հագուստով դիլնի։ Թող ծովափյան զգեստով գար էլի։ Մարդիկ կնային կասեին ինչ։ Եվ ուրեմն այս երկու աղանդավորը ովքեր, մեկ էլ մի հայտնի արվամոլ կա, որը Փաշինյանի եւ Փաշինյանի քաղաքական խմբակի սրտի արվամոլն է։ Երևի ցերեկները զբաղվում են քաղաքականությամբ, երեկոյան սեղանի վրա, իսկ գիշերը սեղանի տակը, եւ այդպես շարունակ։ Հայտնի Ռոմաշկան գրգռված եկել էր Ռոմաշկան։ Հիմա տեսնենք ելով կար այնտեղ։ Պարոն Աբրեցյան, դա էլ են անձը չի, որ ուղիղ եթերը մտա եւ ասում էր արցախցիները մերում Այո։
Գալու է քարերը հավաքելու ժամանակը։ Գալու է։ Եթե իրենց թվում է, որ Աստծո հետ կարելի է տուն-տունիկ խաղալ, հա, Աստծուն ձեռնոցն էլ, իրենք խիստ սխալվում են։ Հետո այնտեղ մի քանի մարզպետ, մի քանի քաղաքապետ, այն Դիլիջանի բանն էլ քաղաքապետ անձն էլ ունես խոսած ինձ թվաց, թե զոնից արդեն 8-աթևը ուսերին դաջած, ծնկներին դաջած նոր դուրս է եկել։ Կնքվել է ու դուրս է եկել։ Այդ ինչ վախեցած էր այդ հարիֆը։ Իքական սերի լրագրողները հանգիստ հարց են տալիս, այս ինքնագրգռումի վախերի մեջ, բա այսպես էլ է, բա մի հատ հա ելով կար մի հատ տակտիկական հաղթող էլ կար։ Այս խելոքին որ հարց էին տալիս, դե ինքը գիտի, ասենք, որ ինքը շատ վատ բաներ արել եւ որի համար պատասխան է տալու։ Մի հավաբուն էին տվել Ամերիկայում իր ծառայությունների համար, հետո այդ հավաբունը ոնց որ չափերով էլի հավաբուն, սեփական։ Հետո ոնց որ գոմի էին վերածել, մեծացվել էին։ Երևի էսի նկատի ունի, որ այդ գոմից նորմալ տուն տեղա փոխվի, որտեվ երեք եկել էր։ Վերջում իրան հարց տվեցին, լրագրողը վերջին հաշվով լրեց, հետո սկսեց հռհռալ։ Այսինքն նենց հարցեր շատ տեղին եւ դիպուկ, այսինքն ինքը չի կարող կեղծել, ոնց որ պրոֆեսիոնալ Նիկոլն է կեղծում, ով կար։ Այս Հովանավանքից ոչ շատ հեռու մի հատ բոզանոց կա, Պոռնակատուն։ Ուրեմն այս բոզանոցում ստրիպ մենեջեր էր մեկը աշխատում։ Մելով կար։ Այդ ես որ ասում, ոթե չեմ ասում, հիմա անունը չեմ տալիս, իմացողները կիմանան, էլի։ Լավ, ինչևէ, դե դևերին ով պիտի գնա, ինչպես ասում են, բան մատուցի, հա, խունկ ծխա դևերին, պաշտամունք կատարի, սրանք, եւ ի ուրախություն մեր ժողովրդի, այդ նկարը որ դրել եք, շատ հետաքրքիր եւ ճիշտ ցուցիչ է, բայց ամբողջ հարցն է, որ եւ շատերը եւ այդ թվում նաեւ ես գնահատում ենք, որ քաղաքական առումով վերջին հրաժեշտի արարողությունը մատուցեց քաղ պայմանագրի կարգալուց քահանան եւ ներկաները ծափերով հրաժեշտ տվեցին։ Այսպես եւ ամենավերջում ես կարծում եմ, որ իրականում երեք սկիզբ դրվեց քաղաքական առումով ԿՊ-ի վերջն էր, բայց սկիզբ դրվեց մի նոր աղանդի։ Ես այդ աղանդին անվանում եմ ուրացողների աղանդ։ Հա, իդեպ գրքի Աստվածաշունչը վերցնելու մասին մի երիտասարդ եւս, այո, Սա էլ է ցուցիչ, Աստվածաշունչը վերցնել, եւ եւս մի փաստի մասին ես բարձրաձայնեմ, ես երեք այդ նույն ժամին գտնվում եմ Մայրաթոռում պատարագի եւ պատարագի արարողությանը որպես սարկավակ մասնակիցեր ուրեմն Ստյոպիկ Ասատրյանի Կարգալուց քահանայի եղբայրը։ Սա ինքնին ցուցիչ է։ Ոչ թե այստեղ Սարոյան Սերյաներ
Սարյան եղբայրներ են խաղում, եղբայրները կարծում եմ, այլ այսպես այսինքն մեկը սատանային է ծառայում, բայց տիրոջ ծառան միշտ տիրոջ ծառա է մնում։ Հիմա ես կուզենայի այս ուրացողների, այո, երեք սկիզբը դրվեց դրա։ Նիկոլ Փաշինյանը խոսում վեհապարի մասին հարցեր։ Ուղղակի ամոթ էր դրանք կրկնեմ։ Ուրեմն ուրացողների աղանդ, որը երեք դևերի պաշտամունք կատարելիս եւ խունկ ծխելիս երեք բացում արեց Փաշինյան Նիկոլը որպես այդ աղանդի գլխավոր հովիվ։ Այսպես։ Ինչու եմ ես անվանում ուրացողների աղանդ։ Եթե Փաշինյանի այս 7 տարվա գործունեությունը որպես վարչապետի աթոռին վերընկած մի հարբեցող ծաղրացու նայենք գնահատենք իրականում ինքը ուրացել է։ Ընդ որում ես փաստական եմ ասում, այսինքն ուրանալ ասելով նկատի ունեմ ինքը նախկինում մի կարծիք ուներ եւ հիմա տրամագծային հակառակ, ընդ որում կարևոր արժեքների վերաբերյալ։ Ուրեմն Արցախի ուրացել է Արցախին եւ զոհված նահատակներին։ Ես ինչու եմ ասում, որ Արցախին զոհված նահատակներին, որտեվ Արցախը մի ժամանակ Հայաստան էր եւ վերջ։ Հիմա ինքը Արցախ բառից անգամ հերույա գնում այնպես ինչպես սատանան, երբ տիրոջ անունն է տրվում կամ խաչ է ցույց տրվում։ Այն մոտապես նույն վիճակում է։ Ինչու ուրացել է մեր տղաներին զոհված նահատակներին, որտեվ 1921 թվականի մարտ ամսին, երբ Փաշինյանը ասում էր հրապարակավ, թե ինչու է մեր տղաները ինչու համար զոհվեցին 44 օրում, ասում է, որ Ալիևը ասի, որ Լեռնային Ղարաբաղը մերն է, այս տղերքը մեզ իրավունք են տալիս, որ ասենք չէ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը չի։ Հիմա պարզվում է, որ այդ տղերքը զոհվել են առ ոչնչի, որի վերաբերյալ Փաշինյանի զուգընկերը 2018 թվականի Աննա Հակոբյանն էր քարոզում, հիմա նույն բանը անում է Փաշինյանը, որտեվ տարբեր ուսումնական հաստատություններից, մշակույթի տներից նկարներ են ահանում մեր զոհված տղաները, այսինքն ինքը ուրացել է։ Ուրեմն առաջին ուրացել է Արցախին եւ զոհված նահատակներին, երկրորդ ցեղասպանությունը եւ Արարատին։ Պարզվում է, որ 2018 թվականին եւ դրանից հետո մինչեւ այս վերջերս Փաշինյանը մի այլ տեսակ հայնասեր էր, այսինքն սխալ հայնասեր էր։ Հիմա ինքը ճիշտ հայնասեր։ Այն ժամանակ ցեղասպանություն էր, ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսներ, հանդիպումներ, հյուրեր, հուշահամալիրին ծաղիկ դնել եւ այլն։ Իսկ հիմա ցեղասպանության անգամ հուշահամալիրն է վերանորոգման անվան տակ քանդվում։ Դա ակնհայտ է, չէ՞ որ ցեղասպանության այս մարդը ուրացել է պետական մակարդակով։ Եվ Արարատին, էլ չեմ ասում, որ Արարատը, որը խորհրդանիշ է, պետական եւ շուտով էլ փորձ են անելու մեր զինանշանի վրայից անել պետական բոլոր հաստատություններում այս կամ այն ձեւով Արարատ որպես խորհրդանիշ հանում է։ Սա եւս ուրացում է, այսինքն նախկինում կար, ամբողջովին ընդունում էր, հիմա լրիվ հակառակը։ Եվ վերջին ուրացումը եկեղեցուն եւ հավատին։ Այս Փաշինյանը, որ 18 թվականին, 19-ին գնում էր վեհապար Հայրապետի հետ, խոսք էր ասում, հրավիրում էր, իրար կողք էին նստում, ողջունում էին իր զուգընկերոջներ, գիշերային ստիպ ակումբի մարմնավաճառ տիկնոջ շորերը հագցրած ուղարկում վեհապարի կողքը եւ այլն էլի։ Երևի ինքը հերվից նայում գրգռվում էր Փաշինյանը։ Եվ այդ ժամանակ եկեղեցին նորմալ էր, քրիստոնեությունը նորմալ էր, բայց ինքը որ հավատին է փաստորեն բանանում, ինքը ուղղափառ հավատին է ուրանում։ Եվ այն աղանդավորների հետ, որտեղ Սիլիբիլի էր անում 18 թվին, հիմա այլևս այդ Սիլիբիլին բերում է գործնական հողի վրա։ Այսինքն մեկ անգամ եւս կրկնեմ, ուրացողների աղանդ կազմակերպության գլխավոր հովիվ
Փաշինյան Նիկոլը ուրացել է առաջին Արցախին եւ զոհված նահատակներին, երկրորդ ցեղասպանությանը եւ Արարատին, երրորդ եկեղեցուն եւ ուղղափառ հավատին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ուղղակի պետք է հասկանալ Փաշինյանից բացի ովքեր են ուրացողների աղանդ կառույցի ադեպտները։ Ընդ որում մենք երեք տեսանք Հոնանա վանքում որոշ ադեպտների, որոնք այդ աղանդի անդամներ էին, բայց կան նաև այլ անդամներ, որոնք դեռևս հրապարակավ դևերին խումբ չեն ծխել եւ պաշտամունք չեն կատարել, բայց կան։ Հիմա Ես ասեցի, դուք լսեցիք, ասի, ամուսինը Ռեմա խարիզմատ աղանդի ղեկավարն է։ Ավելին, նորից կրկնեմ, իր սկեսրարը, այո, Հայաստանում աղանդավորական կառույցների հիմնադիրն է։ Ես գիտեմ մեջից։ Ահա, այդպես։ Չբացեմ այլ մանրամասներ։ Սկեսուրը ողջ է, Աստված իրան երկար տարիներ կյանք տա։ Իրենք իրենց ներկայացնում են որպես խիստ խորքային քրիստոնյա, բայց մեկ-մեկ հայլում է շնայեն։ Ասենք նույն սկեսուրը նայի, թե իր անունով քանի առողջապահական իրավաբանական անձ կա, որ լուրջ բիզնեսներով զբաղվում։ Ամուսին էլ թե քանի տարիա նախկինների եւ ներկաների ժամանակ Հայաստան հոգեմետ դեղեր ներկրող բացառիկ իրավունք ունեցող կազմակերպության ղեկավար է եղել։ Եվ ինչ սեր են տածում այդ ընտանիքը բրիտանական համապատասխան այն ծառայություններին ու կառույցներին, որոնք կառավարում են մեր նման երկրներ։ Խոսքս մի վեցի մասին է, հա։ Կարծում եմ, էլ ավել բան պետք չի, չէ՞ ասել։ Այսքանը բավարար է։ Եվ հիմա ուրեմն ուրացողների աղանդ կառույցը ամսի 26-ին մեր Աստծո տան հոնարանավանքում իր մուտքի մասին հնչեցրեց։ Մեր խնդիրն է անուն առանուն, պաշտոնով, հասցեով, կենսագրությունով մեր երկրի քաղաքացիները պարտավոր են իմանալ ուրացողների աղանդ կազմակերպության անդամների ադեպտների մասին, անդամ չասենք, որտեղ աղանդի անդամները սովորաբար ադեպտ են ասում։ Եվ կարծում եմ շուտով քարոզչական դաշտում այդ աղանդի վերաբերյալ աղանդը ինչպես կարելի է աղբանոց նետել քայլերի վերաբերյալ կարծում եմ, որ անձիկ եւ կառույցներ որոշակի կեցված դրսևորեն։